Նա քեզ սիրում է, թե վերահսկում։ Լինում են արդյոք դեպքեր, երբ դու վախենում ես տուն գնալ, երբ մի փոքր աշխատանքի ժամից ուշացել ես։ Լինում են դեպքեր, երբ դու ամբողջ գիշեր ստիպված ես լինում բացատրություն տալ, լաց լինել, ներողություն խնդրել ինչ-որ մի բանի համար, որում դու մեղավոր չես, կամ պատահաբար ժպտացել ես գործընկերներիցդ մեկին, որի համար ամբողջ գիշեր քեզ մեղադրում են, ինչի մեջ ասես։ Եղել են նման դեպքեր։ Եղել են դեպքեր, որ սկզբում քեզանով հիացել են, բայց հետո դու զգում ես, որ այդ հարաբերության մեջ կարծես անընդհատ քեզ ոչնչացնում են, անընդհատ ստեղծում են տպավորություններ, որ դու ոչ մեկ ես, ոչինչ քեզանից չես ներկայացնում։ Անկամ եթե ուղիղ այդ խոսքերը չեն ասվում, ընդհանուր այդ հարաբերության մեջ դու քեզ հենց այդպես ես զգում։ Իսկ կարող ես ասել, ես մոռացել եմ, թե ինչ եմ ուզում։ Մոռացել եմ, թե ես ինչ էի սիրում, ինչ էի կարդում, ինչով էի սիրում զբաղվել, երբ մենակ էի մնում։ Եթե այս հարցերին դուք ունեք հետաքրքիր պատասխաններ, որոնք նման են կարմիր դրոշակների, ուրեմն մի փոխեք եւ լսեք այս տեսանյութը։ Հաճախ մենք գտնվում ենք հարաբերությունների մեջ, որը կարծես թե նման է լինում սիրո, բայց շատ հեռու է իրական սիրուց։ Դրանք abusive հարաբերություններ են։ Հարաբերություններ, որտեղ դիմացինը ոչ թե մեզ սիրում է, այլ փորձում է մեզ վերահսկել, փորձում է մեզ ճնշել, մեր մեջ անընդհատ առաջացնել մեղավորության զգացում, վախ, որ առանց իրեն մենք կկործանվենք, եւ շատ հաճախ այս ամբողջ ուղեկցվում է ոչ միայն հոգեբանական բռնությամբ, այլ ցավոք նաեւ ֆիզիկական բռնությամբ, էմոցիոնալ բռնությամբ, սոցիալական բռնությամբ, ֆինանսական բռնությամբ, այսպես մենք կարող ենք անվերջ թվարկել, թե abusive հարաբերության մեջ ինչպիսի բռնության տեսակներ են գործում։ Բայց բնականաբար, ամեն անձ, որ նմանօրինակ հարաբերությունների մեջ է, ինչ որ մի փուլում այնքան կարող է հարմարվել այս ամեն ինչին, որ մտածի, որ ձևը այսպես է, հենց այսպես էլ պետք է լինի, կամ սկսի մտածել, որ ես եմ լեզվանի, ես եմ մեղավոր, ես եմ անհամբեր, ես եմ անիմաստ պրոբլեմներ ստեղծում, եթե ես փոխվեմ, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ուրեմն առաջին կետը, որը որ միշտ հանդիպում է abusive հարաբերություններում, դա gaslighting-ն է։ Իրականության աղավաղում, իրականության արժեզրկում, երբ որ անձը զույգերից մեկը, ով զոհն է այս պարագայում, ինչ որ իրավիճակում սխալ է տեսնում, ինչ որ իրավիճակում իրավիճակը իր ձևով է մեկնաբանում եւ այն անձը, ով բռնակալն է, կարող է ասել, քեզ ա թվում, նման բան գոյություն չունի, դու չափազանցնում ես, կատակ անել չգիտես, կատակ չես հասկանում, քո հետ լուրջ խոսալ չի լինում, ամեն ինչը պրոբլեմ ես սարքում, ստից բաներ սարքեցիր, պատմություն, եւ ժամանակի ընթացքում անձը սկսում է մտածել, որ ինքն է սխալ տեսնում, դա իրեն է թվում, ինքն է շատ էմոցիոնալ, եւ հենց այդպես էլ ասում են, ես շատ էմոցիոնալ եմ, փոքրիկ մի բանը կարա մեծ պատմություն սարքեմ, որտեղ ժամանակի ընթացքում, այո, նրան հավատացրել են, որ դու պրոբլեմներ ես ստեղծում, ամեն ստից բանից մեծ պատմություն ես սարքում, եւ անձը ժամանակի ընթացքում սկսում է դրան հավատալ։ Երկրորդ կետը դա արժեզրկումն է։ Abusive հարաբերություններում միշտ կա անձի արժեզրկում։ Սկզբից ամեն բան սկսվել է հիացմունքով։ Դու ուրիշ ես, դու յուրահատուկ ես, քո նմանը չկա։ Բայց ժամանակի ընթացքում ավելի առաջատար է դառնում այն համոզմունքը, որ ով ես դու առանց ինձ, ով կլինես դու առանց ինձ, ինչ կլինի քեզ հետ առանց ինձ, եւ անձը սկսում է մտածել, որ ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում, ես առանց իրա իսկապես կկորեմ, ինչ որ եմ, իրանով եմ, եւ անձի մոտ անգամ գալիս է այդ վախի զգացողությունը, որ առանց այս մարդու իր հետ կարող է իսկապես ինչ որ բան այն չլինել։ Հաջորդ բանը, որ միշտ առկա է abusive հարաբերություններում, դա զուգընկերոջ սխալ վարքի, այսինքն անձի զոհի այս պարագայում արարքի հետևանքով դիմացինի սխալ վարքն է։ Օրինակ անձը մտածում է, եթե ես այս պահին այսպես անեմ, դուք չեք պատկերացնի ինքը ինչ կանի այդ ժամանակ։ Ինքը կգա ստեղ կռիվ կսարքի, ինքը ինձ կարա անգամ ծեծի, ինքը ինձ կարա օրերով փակի սենյակում, ինքը կարա բոլորից իմ կապը կտրի, աշխատանքից ինձ կհանի, եւ հենց լսում եք այս արտահայտությունը, որ դու գիտես ինքը ինչ կանի, դու գիտես, դու չես պատկերացնում ինքը ինչի է ընդունակ, նորից սա եւս շատ մտահոգիչ է եւ նմանօրինակ եզրույթները, մեկնաբանությունները միշտ առկա են վերահսկող
abusive հարաբերություններում, երբ որ անձը վախենում է ինչ-որ բան անել, որովհետև ինքը միշտ մտածում է, թե իր այս կամ այն արարքը ինչ վարքի կարող է դրդել իր դիմացինին։ Եվ նմանօրինակ սիտուացիաներում, եթե անձը ինչ-որ բան է արել, որի պատճառով հենց եղել է դա, բռնակալը շատ լուրջ մեղքի զգացում է առաջացնում անձի մոտ, որ տես դու ինձ ուր հասցրեցիր, տես ես ինչ վիճակում եմ քո պատճառով, տես քո անզգուշ արարքի հետևանքով, քո որ դու տեղյակ չես պահում, ինքնագլուխ ես, քեզ դժվար էր մի հատ զանգել ասել, որ ես այս ինչ տեղն եմ գնում, ասենք դու մարդ ես, ուղղակի օրինակ ինչ ասեմ, աշխատավայրում ընդմիջման ժամի որոշել ես դուրս գալ արևը շնչել քո ընկերուհու հետ, կամ դու որոշել ես սուրճ խմել օրինակ մայրիկիդ հետ ձեր թաղամասի սրճարաններից մեկում, եւ դա այնպիսի մեծ պատմություն կարող է դառնալ ձեր գլխին, որ դուք վերջում իսկապես սկսեք մտածել, որ ինչ վատն եմ ես, չեմ համագործակցում, դժվար էր մի հատ զանգել ասել, ինչու չասեցի, ինքը ինձ սիրում է, ինքը ոչ թե ինձ վերահսկում է, այլ ինքը ինձ շատ է սիրում, ինքը ինձ սիրում է, դրա համար ինքը ուզում է, որ ամեն ինչից տեղյակ լինի եւ այլն, եւ անձը իսկապես սրան հավատում է։ Եվ եթե անձը անգամ հասկանում է, որ այս ամբողջը նորմալ չէ, հասկանում է, որ այս ամբողջը բռնություն է եւ ցանկանում է փախնել եւ դուրս պրծնել, նորից վախենում է, որ դրանից հետո շատ լուրջ ֆիզիկական բռնություն կլինի, անգամ այդ անձը ունակ է իրեն սպանելու եւ ոչինչ չի անում։ Այս կետից էլ բխում է abusive հարաբերություններին հատուկ մյուս կետը՝ անօգնականության զգացումը, վարժեցրած անօգնականությունը, որովհետև հաճախ լինում են դեպքեր, որ զոհը ամեն ինչի արդեն դիմել է, ծնողների հետ է խոսացել, մասնագետի հետ է խոսել, ընկերների հետ է խոսել, ինչ ասես արել է, բայց այդ ամբողջը ավարտվել է շատ վատ, ինքը իմացել է արդյունքում, գուշակել է, ենթադրել է կամ իրեն եկել ասել են եւ վերջում ոչինչ չի ստացվել եւ հիմա անձը մտածում է, որ մեկա ոչինչ չի ստացվի, մեկա ես չեմ կարա, որովհետև ինքը արդեն ունի փորձառություն, որ նախկինում փորձել է չի եղել, չի ստացվել ու արդեն սկսում են ոչինչ չանել։ Ես շատ եմ հանդիպում կանանց, ովքեր ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, բայց երբ որ իրենց հետ խոսում ես, հասկանում ես, որ ոչ մի նախաձեռնողականություն չկա, ոչինչ չեն պլանավորում այս ամենը դադարեցնելու համար։ Մենք բոլորս ինձ թվում է տեսանք Բիշիմբաևի սպանությունը, որ իր կնոջը ամբողջ գիշեր ծեծելով սպանեց այդ հրաշալի եւ լուսավոր աղջկան եւ նորից զարմանալ, կարելի է, որ 21-րդ դար տեխնիկայի ժամանակաշրջան ինչ քայլերի կարող է անձը դիմել դուրս պրծնելու համար, այդ բռնությունից, այդ ծեծից, այդ տարօրինակ եւ արդեն այդ ողբերգական ավարտը վկայող հարաբերություններից, բայց անձը կարծես ոչինչ չի անում։ Այ abusive հարաբերություններին շատ բնորոշ է, որ զոհը գտնվում է այսպիսի անօգնական, անհույս, վախեցած հոգեվիճակում։ Նաև այստեղ շատ բնորոշ է անցյալի իդեալականացումը, abusive հարաբերություններում միշտ կա այդ հրաշալի իդեալական սկիզբը, որտեղ այդ անձը եղել է երազած այդ ասպետը, շատ քաղաքավարի, շատ հոգատար, իդեպ ասեմ, որ abuser-ները հենց այդպիսին է լինում են, իրենք շատ հոգատար են, առաջին հայացքից օրինակ սոցիումում դուք կարող եք տեսնել այդպիսի բռնակալ մեկին, ով այսպես շատ բարեհամբույր, շատ մեղմ, շատ աջակցող, համբերատար, բայց այդ նույն անձը ով կարող է դառնալ, երբ որ իրենք զույգով մնում են մենակ, շատ տարբեր իրական այդ սոցիալական դերից դուրս շատ տարբեր մեկը կարող է լինել բռնակալը եւ այդ անձը ով զոհն է ինքը իր մեջ միշտ ունի այդ մոդելը, որը որ սկզբում տեսել է, այդ մեկով նվերներ է արել, բարձրացրել է իրեն, աջակցել է, ստեղծել է այդ իդեալական սիրո հեքիաթային մթնոլորտը, որը որ ասեմ ամեն անգամ վեճերի ժամանակ abuser-ը կարող է բերել մեղքի զգացողություն առաջացնել, որ դու գիտես ես ով եմ եղել, դու գիտես ինձ, դու գիտես ես ինչքան եմ քեզ սիրում, դու գիտես ես քո համար ինչերի եմ պատրաստ, բայց այ դու տես ինչերի ես ինձ հասցնում, տես դու ինձ ինչ օրն ես սկսում, տես քո վիճակում ես ինչ քո պատճառով ես ինչ վիճակում հայտնվեցի եւ զոհի մոտ միշտ կա այդ միտքը, որ նորից մենք կգնանք այդ գեղեցիկ անցյալը, նորից ինքը կդառնա այն անձը, ում ես գիտեմ, ով ի սկզբանե եղել է, եւ այդ անցյալի իդեալականացումը եւ բռնակալի կողմից, որ այդ այն անցյալում եղածով անընդհատ կարծես
պահում է Զոհին իր կողքին եւ Զոհի պարագայում, որ ինքը միշտ հույս ունի, որ այն անձը, ում ինքը սիրել է, այն անձը, ում ինքը ընտրել է, նորից հետ է գալու։ Եվ ասեմ, որ փորձառաբար թերապևտիկ դաշտում ես տեսնում եմ աղջիկների, կանանց, անգամ տղաների, ովքեր կարող են լինել կիրթ, շատ լուրջ, ծանր ռեզյումեով, շատ լուրջ անձնային աճ ապրած անձիկ, որ առաջին հայացքից խելքից դուրս է պատկերացնել, որ այս անձը կարող է հայտնվել եւ շատ ավելի բարդ է պատկերացնել, որ այս մարդը կարող է հարատևել abuse-իվ հարաբերությունների մեջ, բայց արի ու տես, որ abuzerները իրենք շատ ուժեղ մանիպուլյատորներ են, իրենք շատ ուժեղ գազլայթերներ են, իրենք գիտեն ինչպես աշխատել, ինչպես գործել, ինչպես վարվել, ինչպես անընդհատ արթնացնել քո մեջ մեղավորության զգացում, անընդհատ իրավիճակը ստեղծել այնպես, որ դու ներողություն խնդրես, որ դու մեկա սրտիդ խորքում մտածես, որ ես ինչ-որ բան այն չարեցի, եթե ես կարողանամ ճիշտ անել, եթե ես ինքս փոխվեմ, եթե ես ինքս իմ բնավորության վրա աշխատեմ, ամեն ինչ հրաշալի կլինի եւ նման լուրջ կիրթ, կայացած անձիկ կարող են առանց գիտակցելու հայտնվել նմանօրինակ հարաբերությունների մեջ եւ չկարողանան դուրս պրծնել։ Վերջերս մի աղջիկ այցելու ունեմ, ինքը որ ժամին որ զանգում է, ես միշտ հասանելի եմ իր համար եւ միշտ ժամ եմ տալիս սեանսի, որտեվ իր պարագայում եմ, որ հազիվ ինքը պետքա պահ գտնի, որ խոսի, երբ որ օրինակ ամուսինը տարածքում չի լինում եւ այլն։ Մի տարի առաջ, երբ որ մենք իր հետ խոսեցինք, պլանավորում էր փախուստ իր փոքրիկ երեխայի հետ, որին արգելված էր տանել մանկապարտեզ, արգելված էր տանել այգի, իրենք ամբողջ օրը մայր ու որդի տան մեջ փակված էին, որտեվ բնականաբար դա abuse-իվ հարաբերություններ էր, ամուսինը թմրամոլ էր եւ այլն, եւ 1 տարի առաջ մենք երբ որ խոսում էինք եւ պլանավորվում էր փախուստ, հանկարծ այս աղջիկը նորից ինձ զանգեց եւ զանգելուց հետո արդեն իր գրքում կային եւս 2 նոր փոքրիկներ, ինքը զույգ բալիկներ էր ունեցել եւ լսելով այս պատմությունը ուղղակի խենթանալի է, ոնց կարելի է Զոհը անընդհատ շատ ավելի խորը հայտնվել այդ գուբի մեջ եւ չկարողանա դուրս պրծնել։ Ընկերներ, կապ հաստատեք մեզ հետ, ովքեր որ գտնվում են նմանօրինակ հարաբերությունների մեջ, ես ուզում եմ ասել, որ դուք սխալ չեք տեսնում, դուք սխալ չեք հասկանում, ամեն բան դուք ճիշտ եք զգում, դուք ճիշտ եք հասկանում։ Իզուր չի, որ դուք այս ամբողջի մասին հիմա լսում եք եւ ձեր մեջ արթնանում է այս փոթորիկը, որ այո, սա իմ մասին է, այո, հենց այդպես է, ականջ տվեք ձեզ, լսեք ինքներդ ձեզ, լսեք ձեր մարմնին, լսեք ձեր մտքերը եւ կանգ մի առեք, պայքարեք, ամեն գնով պայքարեք դուրս պրծնելու համար այդ տոքսիկ կործանարար հարաբերություններից։ Իսկ ովքեր հնարավորություն կունենան, կարող եք զանգահարել 095 51 44 54 հեռախոսահամարով։ Ես վստահեցնում եմ, որ մենք ունենք ելք ձեզ համար։